Տովը և դասակի հրամանատար լեյտենանտ Վլադիմիր Իոնիսյանն արժանացան խորհրդային միության հերոսի կոչման։ Հայ ժողովրդի զավակները բավականին ծանրակշիռ ավանդ ունեցան նաև պաշտպանական ռազմագործողություններին հաջորդած ազատագրական մարտերում։ Հատկանշական է Հայաստանում կազմավորված կամ համալրված 9 դիվիզիաների մասնակցությունը Ուկրաինայի ազատագրության համար ծավալված ռազմագործողություններին։ Հենց այդ հանրապետությունում գործող պարտիզանական միավորումների կազմում էին մարտնչում գերազանցապես հայերից բաղկացած Հաղթանակ և Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատները։ Ուկրաինայի ազատագրման մարտերում առավել աչքի ընկած շուրջ տասնյակ հայրենիների շնորհվեց խորհրդային միության հերոսի կոչում, որոնցից 14-ն այդ բարձր կոչմանն արժանացան Դնեպրը գետանցելու համար։ Մեր հայրենակիցներն իրենց լավագույնս դրսևորեցին նաև Կերչի և Ղրիմի թերակղզիների, Բելոռուսիայի, Մոլդովայի, Մերձբալթիկայի, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի ազատագրական մարտերում։ Նրանցից 34-ին շնորհվեց հերոսի կոչում, 19 պարգևատրվեցին Լեհաստանի, 2-ը Հունգարիայի, 4-ը Ռումինիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի, Ավստրիայի ազատագրման և 9 Գերմանիայում տեղի ունեցած մարտերում ցուցաբերած խիզախության համար շքանշաններով։ «1945 թվականի ապրիլի 16-ից մայիսի 2-ը Բեռլինի համար մղված ճակատամարտում խորհրդային բանակի շարքերում կռվում էին ավելի քան 2.500.000 զինվոր ու սպա։ Գրոհին աջակցում էին 41,000 հրանոթ ու ականանետ, 6,250 տանկ և ինքնագնաց, 7,500 ինքնաթիռ։ Մայիսի 2-ին խորհրդային ինֆորմ բյուրոն ամբողջ աշխարհին ազդարարեց, որ համառ մարտերից հետո Բեռլինյան խմբավորումը ջախջախված է։ Բեռլինի գրավման օպերացիայում ակնառու դերակատարություն ունեցան հայ քաջորդիները։ Գրոհի առաջին շարքերում էին 11-րդ գվարդիական տանկային կորպուսի հրամանատար, գվարդիայի գնդապետ Համազազ Բաբաջանյանը, որը ներկայացվեց խորհրդային միության կրկնակի հերոսի կոչման, բայց պարգևատրվեց Սուվորովի առաջին աստիճանի շքանշանով և արժանացավ տանկային զորքերի գեներալ-մայորի կոչման։ 35-րդ մեքենայացված բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Հմայակ Բաբայանը, որին հետմահու շնորհվեց խորհրդային միության հերոսի կոչում։ 23-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 66-րդ հրաձգային գնդի ավտոմատավոր Սարիբեկ Չիլինգարյանը, որը 1945 թվականի ապրիլի 23-ին հաղթանակի դրոշը բարձրացրեց Բեռլինի կենտրոնում գտնվող ամենաբարձր շենքի տանիքին, արժանանալով հերոսի կոչման։ 2-րդ գվարդիական տանկային բանակի 48-րդ տանկային դասակի հրամանատար լեյտենանտ Ալեքսանդր Ստեփանյանը, որն ապրիլի 25-ին առաջիների թվում հաղթարեց Բեռլինի ջրանցքներն ու Շպրեե գետը և ներկայացվեց խորհրդային միության հերոսի կոչման, սակայն պարգևատրվեց հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշանով։ Բեռլինի ռազմագործողությունում ունեցած ակտիվ մասնակցության համար Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեց հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան։ Մեծ հայրենականի տարիներին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում զգալի ներդրում ունեցան խորհրդային հետախուզությունն ու պարտիզանական շարժման մասնակիցները, որոնց շարքերում իրենց անձնվեր ծառայությամբ առանձնացան նաև հայ ժողովրդի զավակները։ Հետախուզության ոլորտում ունեցած նրանց ծառայությունների համար այսօր էլ հասկանալի պատճառներով շատ քչերը գիտեն։ Սակայն այդուհանդերձ շատերին է հայտնի այնպիսի լեգենդար անուններ, ինչպիսիք են գեներալ-լեյտենանտ Հայկ Հովակիմյանը, գեներալ-մայորներ Իվան Աղայանցը, Միքայել Ալավերդովը, Վյաչեսլավ Գևորգովը, խորհրդային միության հերոս Գևորգ Վարդանյանը և շատ ուրիշներ։ Միայն 1939-1940 թվականներին Հայկ Հովակիմյանի ղեկավարությամբ գործող հետախուզական ցանցի միջոցով ձեռք է բերվել ավելի քան 31,000 տեխնիկական փաստաթուղթ, 1055 գործնական համալիր և 163 օբյեկտի գլխավոր պլան։ Հովակիմյանն առաջիններից էր, որ խորհրդային հետախուզության մարմիններին տեղեկացրել է ԱՄՆ-ում պատրաստվող ատոմային ռումբի մասին։
Ֆաշիստական Գերմանիայի հակախորհրդային ծրագրերի բացահայտմամբ է զբաղվել խորհրդային պետական անվտանգության ծառայության գեներալ-մայոր Իվան Աղայանցը։ Հանդես գալով ավալով ծածկանվան տակ Աղայանցն Իրանում գործել է 1941 թվականից մինչև 1946 թվականը, որի ջանքերով լիկվիդացվել է 1943 թվականին ֆաշիստների կողմից ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի լիդերների դեմ ծրագրված ահաբեկչական գործողությունը։ 1941-1944 թվականներին անգլիական հետախուզության հետ համատեղ հայ ազգի հետախույզ Միքայել Ալավերդովին հաջողվել է ոչնչացնել գերմանական հետախուզական ցանցը Աֆղանստանում, որը և հնարավորություն է տվել կանխել նացիստական հետախուզության փորձը Աֆղանստանում և Իրանում։ Մեծ հայրենականի տարիներին խորհրդային հետախույզների ամենանշանավոր գործողությունը Իրանում 1943 թվականի աշնանը գերմանական հետախուզության երկար թռիչք գաղտնի գործակալության վնասազերծումն էր, որը նպատակ ուներ Թեհրանում ոչնչացնել մեծ եռյակի առաջնորդներ Ստալինին, Ռուզվելտին և Չերչիլին։ Այս գործողությունը կանխվեց առավելապես ի շնորհիվ խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանի խմբի կողմից գործադրված ջանքերի, որի արդյունքում ոչ միայն չեզոքացվեց մշակված ահաբեկչական օպերացիան, այլև հայտնաբերվեց Իրանում գործող գերմանական հատուկ ծառայությունների մոտ 400 գործակալ։ Գևորգ Վարդանյանը երկրորդ հետախույզն է, ում շնորհվել է խորհրդային միության հերոսի կոչում, ընդ որում առաջինին Նիկոլայ Կուզնեցովին այն շնորհվել է հետմահու։ Այս անուններն այն եզակիներից են, որոնց մասին գաղտնիության ռեժիմը հնարավորություն է տվել քիչ թե շատ խոսել։ Մինչդեռ հետախուզության պատմությունը դեռ ասելիք կունենա գաղտնի ծառայության հայ ազգի երախտավորների մասին։ Թշնամու թիկունքում ծավալված պարտիզանական շարժման ընթացքում ևս հայ ժողովրդի զավակներն իրենց դրսևորեցին լավագույն կողմերով։ Միայն Ուկրաինայում և Բելոռուսիայում մարտնչում էին ավելի քան 2000, Ղրիմում և Հյուսիսային Կովկասում 500, Մերձ Բալթիկայում, Լենինգրադի և Կալինինի մարզերում 200 հայ պարտիզաններ։ Ֆրանսիայում հայ ռազմագերիներից բաղկացած պարտիզանական գունդն իր շարքերում ուներ ավելի քան 1200, իսկ Հունաստանում 1000 մարտիկներ։ Պատերազմի տարիներին սփյուռք հայերի ճնշող մեծամասնությունը կողմնորոշվեց դեպի մայր հայրենիք և համախմբվեց տարբեր երկրներում գործող ազգային ճակատի կազմակերպություններում, նյութական և բարոյական օգնությամբ սատարելով Հայաստանին։ Հայն այս ճակատում ևս ունեցավ իր արժանի դերակատարությունը և վաստակեց հմուտ հետախույզի և հանդուգն պարտիզանի անուն։ Յուրաքանչյուր մարդու համար իր ապրած ամեն մի օրը իր իսկ կենսագրության անբաժան մասն է, հատկապես եթե այն կերտվել է հավատով։ Տասնամյակներ առաջ այս ալեզարդ հայրենիների համար հայրենիք էր հանդիսանում անծայրազիր խորհրդային միությունը, որտեղ նրանք ապրում և արարում էին իրենց ձևով։ Համայնավարական գաղափարախոսության ազդեցության ներքո ձևավորված անհատի մտածելակերպն առանձնահատուկ էր։ Այսօր արդեն ժամանակները փոխվել են, բայց տարիների հեռվից ոմանք դեռևս կարոտով են հիշում խորհրդային ժամանակաշրջանը, որովհետև դա նրանց կենսագրությունն է, որովհետև այն կերտվել է մակարոնների գնով, որովհետև մարդիկ դաստիարակվել են իշխող հասարակարգի ոգով ու երբևէ չեն մտածել, որ օրերից մի օր այն որակվելու է օրինաչափությունից դուրս։ Սակայն դա եղել է և պատմություն է։ Պատմություն է և այն, որ ներկայիս սերունդը շարունակում է հիշել այն կարևորը, ինչն այսօր մեծարվում է որպես համաշխարհային նշանակության ձեռքբերում։ Խոսքը հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի մասին է, որի մի նշանակալից ավանդը բերեց նաև արցախահայությունը։ Մենք 7 եղբայրներ էինք։ Մեր 7 եղբայրներից 5-ը մասնակցել ենք երկրորդ հայրենական պատերազմին։ Երկուսը փոքր լինելու պատճառով նրանք չեն մասնակցել։ 5 եղբայրներից 3-ը զոհվել են երկրորդ համաշխարհային պատերազմ։ Վերադարձել ենք միայն ես, մեկ էլ մեծ եղբայրս վիրավորված, առողջությունը կորցրած, նայել մահացել, հիմա մնացել եմ ես, մեկ էլ 2 փոքր եղբայրս։ Պատերազմը դա շատ սոսկալի բան է։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային երկրի պաշտպանությանը զինվորագրվեց շուրջ 45,000 արցախցի,
որոնք թշնամու առաջին հարվածն ընդունեցին Բրեստի եւ Մոգիլյովի բնագծում։ Կենաց եւ մահու պայքար մղեցին Մոսկվայի եւ Ստալինգրադի մատույցներում։ 900 օր պաշտպանեցին պաշարված Լենինգրադը, մասնակցեցին Արևելյան Եվրոպայի ազատագրմանը, գրոհեցին Բերլինը։ Մարտական գործողությունների ժամանակ քաջի մահով ընկան 20,000-ից ավելի արցախահայեր։ Մազդոկից մինչև Վիեննա, Վոլգայից Շպրեը նրանց անանուն գերեզմաներն են։ Ըստ վիճակագրական տվյալների պատերազմին մասնակցեց Արցախի այն ժամանակվա բնակչության 1/3-ից ավելին։ Դա այն դեպքում, երբ Ադրբեջանը ռազմաճակատ ուղարկեց իր 19 բնակչից ընդամենը մեկին։ Չնայած շահարձակման պայմանագիր ունեիք, այնուամենայնիվ Հիտլերը խախտեց պայմանագիրը եւ հարձակվեց։ Բուգետը լողալով մին զինվոր եկավ մեր զորամասը, ասաց մեր ժամի 4-ին առավոտյան հարձակվում է։ Չհավատացին, բայց իրոք ճշմարտություն դարավ դա։ Եվ դա 1418 օր տևալ է։ Տառապանքի, հերոսության, հավատի, հույսի տարիներ էին։ Ղարաբաղը, ինչպես եւ մեր ամբողջ սովետական միությունը, մեր թիկունքու մեծ օգնություն է տվել։ Բնությունն ու պատմությունը Ղարաբաղում ստեղծել են ցայտուն արտահայտված մի տիպ։ Դեռևս նախորդ դարի սկզբին նկատել է ռուս մեծ մտավորական Սերգեյ Գորոդեցկին։ Սփռված ամբողջ աշխարհում ղարաբաղցիները հեշտությամբ կարող են ճանաչվել։ Գործնեության լայն թափ, անձնազոհ քաջություն, վտանգալից խիզախության հակում ինքնավստահություն։ Ահա Ղարաբաղցու համակրելի գծերը, որոնք ասես խտացնում են հին հայկական առաքինությունները։ Նման հատկանիշներով օժտված ժողովուրդը բնականաբար չէր կարող աչքի չընկնել իր հերոսություններով, եւ դա նկատելի էր ամենուր, լինի ռազմաճակատի առաջին գծում, թե թշնամու թիկունքում։ 89 դիվիզիայի մասնակից եմ, 41 թիվից մինչև 44 թիվը հասել են Կերչը, 44 թիվի սեպտեմբերին Կերչը վերցրալ ենք, այնտեղ վիրավորվել եմ։ Պարկել եմ Տամանումը, այնտեղից էլ լավացել եմ, գնացել եմ հասել էլ Բերլին իրաց մոտ, այնտեղից ետ տրայեկա Ղարաբաղ։ Մեծ հայրենականի տարիներին Արցախի ժողովուրդը վիթխարի աշխատանք ծավալեց նաև թիկունքը պատերազմի պայմաններին համապատասխան վերակառուցելու ուղղությամբ։ Չնայած նրան, որ մարզի աշխատունակ բոլոր տղամարդիկ գտնվում էին ռազմաճակատում, այդուհանդերձ երկրամասի գյուղատնտեսությունը եւ արդյունաբերությունը ի շնորհիվ կանանց, անչափահասների ու ծերունիների նվիրական աշխատանքի նշանակալի առաջընթաց ապրեց։ Պատերազմի ընթացքում արցախցիները երկրի պաշտպանության ֆոնդ մտցրին մոտ 3 միլիոն ռուբլի։ Իրենց անձնական նվիրատվություններով նպաստեցին տանկային շարասյունների եւ մարտական ինքնաթիռների կառուցմանը, որոնց ստեղծման համար հավաքվեցին շուրջ 1 միլիոն 600 հազար ռուբլի եւ 6 միլիոն ռուբլու արժողությամբ պետական պարտատոմսեր։ Ոգևորված իրենց հարազատների կողմից իրականացվող հայրենանպաստ գործողություններով ռազմաճակատի առաջին գծում արցախցի մարտիկները ցուցաբերում էին սխրանքի բազում օրինակներ։ Վիրավորված վերադարձելի Ստեփանակերտում են ամբողջ գիշերվա այսպես ժամի 11-ին լուրը հասել Ստեփանակերտ, որ արդեն պատերազմը վերջացել է։ Էդ էլ իմացեր տվել մեր քաղաքի զորամասը։ Ամբողջ քաղաքը ոտքի էր կանգնել։ Էլ ինչ ուրախություն, էլ ինչ հանդիպումներ, համբույրներ մեկի մյուսին, հարազատը հարազատին, հանդիպած ինգերոջ, մեծ ուրախություններ, տոնակատարություններ, համարյա թե մինչև բանը լուսաբացը։ Ռազմաճակատներում կատարած սխրագործությունների համար արցախահայերից շատերն արժանացան շքանշանների եւ մեդալների։ Նրանցից 21-ին շնորհվեց խորհրդային միության հերոսի կոչում, իսկ շուշեցի օդաչու Նելսոն Ստեփանյանն այդ պատվին արժանացավ կրկնակի։ 5-ը դարձան Փարքի շքանշանի 3 աստիճանի ասպետ, 15,000-ից ավելի պարգևատրվեցին տարբեր շքանշաններով ու մեդալներով։ Փոքրիկ Արցախը տվեց խորհրդային միության 3 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան եւ Արմենակ Խանփերյանց։ Զորավարական անդաստանում իրենց տաղանդով փայլատակեցին 30-ից ավելի գեներալներ ու ավելի քան 1000 սպա։ Բնակչության թվի տոկոսային հարաբերությամբ այդ ցուցանիշներով հայկական երկրամասը բազմազգ խորհրդային միությունում առաջիններից մեկն էր։ Մեծ հայնական պատերազմում
ակտիվ մասնակցություն ունեցել Ղարաբաղցիները, ընդհանրապես հայությունը, որտեղ մասնակցել են ավելի քան 600,000 հայ, եւ այդ թվում Ղարաբաղցիները, որոնց յուրաքանչյուր 7-րդ մարդ մասնակցել է բացայնական պատերազմին, յուրաքանչյուր 7-րդ։ Եթե հաշվենք, դա Բելարուսիայից հետո Ղարաբաղը գրավում է երկրորդ տեղը։ Բելարուսիայում յուրաքանչյուր 7-րդ մարդն է մասնակցել։ Դե Բելարուսիան հասկանալի օկուպացիայի տակ է եղալ, պարտիզանական ջոկատներ եղալ եւ այլն, բայց Ղարաբաղը օկուպացիայի տակ չի եղել եւ շատերը կամավոր կերպով գնացել են յուրաքանչյուր 7-րդ մարդ մասնակցել մեծ հայկական պատերազմին։ Այդ փոքր Ղարաբաղցիները 50,000 Ղարաբաղցիները տվել են 21 սովետական միության հերոս։ Այդ ժամանակ որ 7 միլիոնով Ադրբեջանը տվել են թամենը 43 հերոս։ Արցախայության պատմության մեջ հայրենական մեծ պատերազմը որպես համաշխարհային նշանակության իրադարձություն ունի իր առանձնահատուկ տեղը։ Այն մեր պապերի ու հայրերի անցած հերոսական ուղու վկայագիրն է, որով այսօրվա եւ վաղվա հայ սերունդը դեռ պիտի հպարտանա, որովհետեւ դա նաեւ մեր նախորդների կերտած պատմությունն է։ Մի պատմություն, որ հիշողություն լինելուց բացի նաեւ սերունդներին դաստիարակելու հզոր միջոց է։ Сединою на висках эта радость со слезами на глазах. День победы, день победы, день победы.